Ծիսեռնակաբերդի բարձունքիր շարունակում ենք զրուցել ցեղասպանության, հուշահամալիրի, վերապրածների, վավերագրումների ու 111 տարի անց ինչ ու ինչպես անելու մասին եւ այս ժամին զրուցելու եմ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ավագիտ աշխատող Ռուբեն Թաթոյանի հետ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, պարոն Թաթոյան։ Թերևս մենք, երբ խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, խոսում ենք 1.5 միլիոն զոհերի մասին։ Արդյոք ուսումնասիրություններ արվել ու արդեն հստակ կան թվեր, թե մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ընդհանրապես ու մասնավորապես Արևմտյան Հայաստանում քանի հայ է ապրել։ Նախքան ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ապրել է մոտավորապես 2-ից մինչև 2.5 միլիոն հայ, որից կեսը Արևմտյան Հայաստանի տարածքում է, դա Արևմտյան Հայաստան մենք անվանում ենք արևելյան, Օսմանյան կայսրության արևելյան նահանգները, որոնք գտնվել են պատմական Հայաստանի տարածքում։ Դա 6 նահանգներն են՝ Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Սեբաստիայի, Խարբերդի եւ Դիարբեքիրի նահանգներն են։ Այդ տարածքում ապրել է մոտավորապես 1 միլիոն 200,000 հայ եւ մնացած տարածքներում Փոքր Ասիա, Կիլիկիա, Պոլիս, մայրաքաղաքն է 1 միլիոն 200,000 հայ այդտեղ, այսինքն կես է եղել։ Ցավոք Արևմտյան Հայաստանում հայերը ապրել են ոչ համախումբ, այսինքն կազմել են բնակչության մոտ 30-35%-ը, այնտեղ նաև ապրել են այդ ժամանակ արդեն ցեղասպանության նախօրյակին քրդեր եւ թուրքեր, նույն հարաբերակցությամբ, մոտավորապես 30-35% քուրդ եւ 30-35% թուրք էթնոսը եւ հիմնականում հյուսիսային շրջաններում դա Էրզրում, Սեբաստիան գերիշխում էին թուրքերը, իսկ հարավային շրջաններում գերիշխում էին քրդերը։ Հայերը մեծամասնություն էին կազմում Վանի եւ Բիթլիսի նահանգների կենտրոններում, այսինքն Վանա լճի շրջանում, այդ շուրջ ընկած գավառներում, տարածքներում։ Իսկ վերապրածների հետ կապված հստակ թվեր կան, թե դեռ այնուամենայնիվ ուսումնասիրությունները նոր թվեր են բացահայտում։ Մոտավորապես ցեղասպանությունը վերապրել է մոտ 1 միլիոն հայ, այսինքն ըստ տվյալների, որոնք ներկայացրել է հայ պատվիրակությունը Փարիզի հաշտության կոնֆերանսին առաջին աշխարհամարտից հետո, Օսմանյան կայսրությունում հաշվառվել էր 2 միլիոն 38,000 հայ, որից կեսը զոհվել էր առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանության հետևանքով եւ կեսը 1 միլիոնը վերապրել էր։ Իհարկե որոշ մասը այդ վերապրածներին նաեւ զոհվել էր այդ 19-22 թվականներին կա ժամանակաշրջանում, երբ Քեմալական Թուրքիայում նույնպես հալածանքներ էին իրականացվել հայ բնակչության նկատմամբ, այդ վերապրածների, որոնք փորձել են վերադառնալ Կիլիկիա, Արևմտյան Հայաստան, Փոքր Ասիա եւ մոտավորապես 100,000 հայեր այդ ժամանակ է զոհվել։ Եվ նաև շատ հայեր զոհվել են նաև Արևելյան Հայաստանում սովից համաճարակներից, այսինքն կարելի է ասել, որ մինչև 1.5 միլիոն հայ զոհերի թիվը, եթե հաշվի առնենք ամբողջ ընթացքը հայոց ցեղասպանության եւ քեմալական այդ Թուրքիայի հալածանքներին, կարելի է ասել, որ համապատասխանում է իրական է, այսինքն իրականությանը կարող է համապատասխանել, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլ նաև սովից համաճարակներից զոհերի թիվը։ Իսկ վերապրածների կանգառները հետագայում ավելի շատ որ շրջաններում էին եւ որտեղից է հնարավոր եղել ավելի շատ պատմություն վերցնել։ Եվ կան մի քանի վերապրածներ կան մոտ 250,000 մինչև 300,000 հայ կարողացել է փախնել ցեղասպանությունից, կոտորածներից Արևելյան Հայաստան, Կովկաս, մնացած կան հայեր, որոնք վերապրել են Դերզորը, այսինքն 16 թվականին մոտ 150,000 հայ վերապրել է Դերզորի կոտորածները, այսինքն այն
Մոտարապես այդ որոշ չափը իսլամացվել է եւ հետագայում արդեն առաջին աշխարհամարտից հետո աշխատանք է տարվել իրանց հայկական միջավայր վերադարձնելու ուղղությամբ, այսինքն եւ որոշ չափը Պոլսի, Զմյուրնիայի հայությունը կարողացել է խուսափել կոտորածներից մեծ մասով, իրանք էլ վերապրել են շատ այսինքն այդ 1 միլիոն հայ իրանք տարբեր ուղղություններով գնացել են մոտ 300,000 հայ Արևելյան Հայաստանում, Կովկասում, հետագայում էլի հայրենադարձություններ են եղել դեպի Խորհրդային Հայաստան, մոտ հիմա կարելի ասել, նաև մեծ մասը նաև տեղափոխվել է Լիբանան, Սիրիայի տարածք։ Դերևս ամենամեծ գաղութն է, չէ՞, Լիբանանի գաղութը։ Հունաստանից արդեն դեպի Արևմտյան Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեծ գաղութ ունենք, այսինքն այդ ուղղություններն են։ Հիմնական վերապրածների շրջանները, որոնք կենտրոնացման շրջաններ, դա Խորհրդային Հայաստանն է եւ Մերձավոր Արևելքը, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս եւ հետագայում արդեն երկրորդ, երրորդ սերունդը գնում է դեպի Արևմտյան Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իհարկե Ֆրանսիայել են շատ գնացեք 1920-ական թվականներ մեծ վերապրածների գաղութ այնտեղ է եղել։ Պարոն Թաթոյան, գիտության մեջ կա թվերի պայքար եզրույթ։ Ինչ է դա նշանակում եւ դա արդյոք ուսումնասիրությունների վրա ազդում է։ Տեսեք, դա Թուրքիայի ժողովրդական քաղաքականության մաս է, այսինքն իրենք փորձում են ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, նաեւ թվերը մանիպուլյացնելու միջոցով, ասում են, որ 1.5 միլիոն զոհ չի կարող լինել, որովհետև Թուրքիա Օսմանյան կայսրությունում այդքան հայ չի էլ ապրել, այսինքն ըստ Օսմանյան պաշտոնական վիճակագրության Օսմանյան կայսրության տարածքում եղել է մոտ 1 միլիոն 350 հազար հայ, եթե նաև ներառենք այդ թվի մեջ նաև կաթոլիկ եւ բողոքական հայերին։ Խնդիրը նրանում է, որ Օսմանյան վիճակագրությունը եւ թղթի վրա եւ թերհաշվառել է հայերին եւ բացի նրանից հայերը իրենք արեմտայերը իրենք խուսափել են հաշվառումից Օսմանյան այդ տարիներին, քանի որ կար այնտեղ հարկ գոյություն ուներ, կոչվում էր զինվորագրության հարկ, այսինքն ոչ մուսուլմանները չեն հաշվառվել։ Քրիստոնյաները եւ այլ ոչ մուսուլմանները իրանք չեն զորակոչվում բանակ, դրա դիմաց նրանք պարտավոր էին վճարել գումար որոշակի այդ զինվորագրության փոխարեն եւ հայերը, ինչպես այլ քրիստոնյաներ, փորձում էին խուսափել այդ հայրկի վճարումից, նաեւ իրենց թիվը ծնունդները հաշվառումը ցույց չտալու միջոցով եւ կաշառում էին պաշտոնյաներին եւ Եվ իրենց անունը չէր ներառվում ցուցակներում։ Հա, իրենց անունները ցուցակներում չէր ներառվում այդ հայրկային ցուցակներում եւ դրանով նաեւ Օսմանյան պաշտոնական վիճակագրությունը բացի այդ թերհաշվառումից նաեւ Օսմանյան պետությունը չէր ուզում ցույց տալ իրական թիվը հայերի, որովհետեւ կար հայկական հարցը, այսինքն հայկական հայաբնակ շրջաններում հայկական ռեֆորմներ իրականացնելու հայերի բարեկեցությանը միտված բարենորոգումներ իրականացնելու խնդիրը, երբ եւ եթե շատ լինեին, հայաբնակության, այսինքն նրանք ցույց էին փորձում էին ասել, որ հայաբնակ շրջանները հայաբնակ չեն, հայերը փոքրամասնություն են, իհարկե իրանք հայերը որոշ չափով համեմատական փոքրամասնություն են, բայց ոչ այն փոքրամասնությունը, որ ցույց էր տալի Օսմանյան վիճակագրությունը, նրանք ցույց էին տալի, որ հայերը 10-15% են կազմում ընդհանուր Արևմտյան Հայաստանի հայաբնակչության, մինչդեռ իրականում ավելի շատ էր իրանց հայերի տոկոսը։ Պարոն Թաթոյան, թանգարանը նաև այս տարիներին վերապրածների հուշերի հրատարակությամբ է զբաղված, հրատարակությունը իրականացնում արդեն 15 գիրք է հրատարակվել եւ վերջինը, որի խմբագիրը դուք եք, հրատարակվել է նախորդ տարի։ Նախ կներկայացնեք ինչ գիրք է եւ ում հուշն է ու հուշագրությունը ու ինչպես է առանձնացվում, թե որ մի այդ տասնյակ հազարավոր հուշերից որ մեկ առանձնացնել։ Նախ ասեմ, որ վերջինը, չէ, ինձ այս գրքի Տիգրան Մակարյանի հուշագրությունից հետո նաև նոր 2 գիրք է հրատարակվել։ Արդեն հրատարակվել։ Վերապրածների հուշերի։
Վերջիններից մեկն է։ Ինքը շատ հետաքրքիր աշխատանք է։ Սա Տիգրան Մակարյանի հուշը մոտ 500 հուշերից մեկն է, որը այսօր կենտրոնացված են անտիպ հուշեր են հիմնականում, որոնք կենտրոնացված են Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի ֆոնդերում եւ մենք որպես ինստիտուտ, որպես գիտական հիմնարկ նախաձեռնել ենք այդ հուշերի հրատարակությունը նախորդ տնօրեններից մեկի Հարություն Մարությանի նախաձեռնությամբ եւ առ այսօր արդեն սա 13-րդն է, տեսեք թիվը 13-րդ, ինքը մեծ 15 հրատարակություն կա 15 հրատարակություն է, այս հուշից հետո սա 25 թվականին է հրատարակվել 25 թվականի սկզբներին եւ այս հուշից հետո նոր 2 հուշ է հրատարակվել։ Այսինքն մեկ տարվա կտրվածքով կարելի ասել 3 հուշագրություն հրատարակվել։ 3 հուշագրություն հրատարակվում է միջինը։ Իսկ հայերեն են բացառապես հրատարակվում, թե նաեւ այլ լեզուներով։ Հիմնականում հայերեն են, այսինքն մենք նաեւ թարգմանում ենք հուշերից ավելի ճիշտ չի այլ լեզվով հաշվի առնելով, որ մենք մեզ չպատմենք այն ինչ մեզ հետ տեղի ունեցել, այլ մեզ պետք է որ նաեւ այլ ուսումնասիրողների իրենց լեզուներով պատմենք։ Դե հրատարակվում են իհարկե նաև անգլիալեզու եւ ռուսալեզու եւ այլ լեզուներով, օրինակ մենք մեր կատալոգը ցուցադրության հրատարակում ենք տարբեր լեզուներով, այսինքն մեկը մյուսին չի խանգարում, այսինքն զուգահեռ աշխատանքներ տարվում են տարբեր ուղղություններով եւ իհարկե սա հուշերը կարևոր մասը, որտեղ իրանք on-line-ում են մեր գիտելիքները հայոց ցեղասպանության ընթացքի մասին, ու այս հուշը Տիգրան Մակարյանի հուշը հետաքրքրական է նրանով, որ ինքը վերապրել է եւ հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ ստալինյան ռեպրեսիաների շրջանը, ինքը եւ թողել է հուշեր եւ դերձորի մասին եւ գուլագի մասին։ Դա շատ քիչ հուշերի տասնյակ կարելի ասել, հուշեր կան, որոնք եւ այդ վերապրածների կողմից, որոնք եւ վերապրել են հայոց ցեղասպանությունը եւ գուլագը եւ ամենակարևորը թողել են հուշեր, կենսագրական ինչ որ գրառումներ դրա վերաբերյալ եւ ինքը 14 տարեկանում ընտանիքի հետ տեղահանվել է դերձոր, այնտեղ կորցրել է 16 թվականին 1916 թվականին քշվել են անապատ, ինքը իրան հաջողվել է, մայրը իրան համոզել է, ասել է փախի, մի մնա այստեղ, կկոտորվես, ինքը կարողացել է մեկ ամիս դեգերելով անապատներում, կարողացել է հասնել Հալեբ, որտեղ իր եղբայրներն էին եւ դրանով փրկվել է, բայց իր հայրն ու մայրը զոհվել են անապատում։ Դրանից հետո արդեն ինքը կրթություն է ստացել Պոլսում, գնացել է Գերմանիայում ուսում է ստացել եւ 25 թվականին հայրենադարձվել է արդեն Խորհրդային Հայաստան եւ այնտեղ աշխատել է որպես ցանցերի մասնագետ, ինքը հայկական էլեկտրական ցանցերի այդ հիմնադիրներից մեկն է եղել եւ դրանից հետո արդեն որպես ինժեներ 30-ական թվականներին Ստալինյան ռեպրեսիայի ժամանակ թիրախավորվել է, որովհետև ինքը շատ պատմել է, խոսացել է հայոց ցեղասպանության մասին, կոտորածների մասին։ Մինչդեռ այդ տարիներին արգելված էր խոսելը։ Այո, հենց 30-ական թվականին դա համարում էր ազգայնականություն եւ իրեն իրա վրա գրվել է դանոս է գրվել եւ ինքը ձերբակալվել է 2 անգամ, ընդ որում նույն հանցանքի համար, այսինքն ազգայնականության համար եւ աքսորվել է սկզբից Նարիլսկ, հետո հեռավոր Արևելք, այնտեղ մինչեւ Ստալինի մահը մնացել է, աշխատել է տաժանակիր աշխատանքով եւ դրանից հետո միայն Ստալինի մահից հետո կարողացել է վերադառնալ Խորհրդային Հայաստան, ռեաբիլիտացիայի շրջանը անցել, պայքարել է, որ իրան արդարացնեն եւ կարողացել է հասել, որ արդարացնեն, հետո նորից վերականգնվել է աշխատանքում։ Այս ամենը փոխանցել է նաեւ թանգարանին։ Նաեւ կարողացել եմ, բացի նրա գրառումներից, ես գնացել եմ նաեւ մեր ազգային արխիվ, իր վերաբերող գործն եմ ուսումնասիրել, այդ գործից փաստաթղթեր եմ կարողացել զետեղել այս գրքի մեջ, այսպես որ ինքը բավականին հետաքրքիր է, նաեւ ուսանելի, ոչ միայն, այսինքն
այո, որպես օրինակ վերցնելու պայքարի ապրելու, որին Պարոն Թաթոյան, նշեցիք գնացել եք նաև ազգային արխիվ ուսումնասիրություններ եք արել այսօր որպես գիտնական, գիտաշխատող, արդյոք կա կաշկադվածություն ուսումնասիրությունների, թեմաների ընտրության, աշխարհագրության, ֆինանսական կաշկանդվածություն, սահմանափակումներ կան։ Ես նման սահմանափակում չեմ հանդիպել, այսինքն որևէ խնդիր չեմ ունեցել, որևէ թեմայի կամ ֆինանսական էլ երբ պետք է լինում կարող եմ դիմել եւ օգնի, այսինքն այն հիմնարկով այս Ցեղասպանության թանգարանի ինստիտուտը օգնի։ Օրինակ ինձ 2017 թվականին ինձ պետք էր գնալ Երուսաղեմ, որտեղ պահվում են նաեւ մեծ արխիվ կա, նաեւ որը վերաբերում է հայոց ցեղասպանությանը։ Այդ հայոց պատրիարքարանը, Պոլսի պատրիարքարանի արխիվի մի մասը այնտեղ է պահում, տեղեկատու դիվանն է կոչվում։ Եվ երբ ինձ պետք էր, ես դիմեցի եւ ինձ օժանդակեցին գնալ այնտեղ ուսումնասիրել փաստաթղթերը Երուսաղեմում։ Նաև Ֆրանսիայում եք ուսումնասիրություններ արել։ Չէ, Ֆրանսիայում չեմ եղել։ Ֆրանսիայում նույնպես կա արխիվ, դա բանի արխիվն է, հայկական պատվիրակության արխիվն է, Նուբար Փաշայի պատվիրակության արխիվն է, որը հիմա HBU ՀԲՄ Նուբարյան գրադարանի մաս է կազմում, այնտեղ էլ կան փաստաթղթեր, դա հիմնականում այն գրադարանի տնօրենի հետ նամակագրության շնորհիվ կարողանում եմ ստանալ լուսապատճենները եւ աշխատել փաստաթղթերի հետ։ Պարոն Թաթոյան, եւ վերջում թերևս դուք շատ եք ուսումնասիրել տարբեր վերապրածների հուշագրություններ, պատմություններ, բացի դրանից դուք ինքներդ եւս վերապրածի սերունդ եք եւ այսօր 111 տարի անց, երբ նայում եք տեղի ունեցած դեպքերին, ո՞րն է այն անելիքը, որ մենք պետք է անենք այսօր։ Ապրել, զարգանալ։ Տեսեք, այս հուշարձանը, որ ստեղծվել է հայոց ցեղասպանության զոհերին նվիրված, ինքը սկզբից նաև ունեցել է վերածննդի խորհուրդ, այսինքն հայ ժողովրդի վերածննդի խորհուրդ է դա, եթե սյունը տեսնեք, երկու մասը, որ մեկը բարձրանում է եւ կարող է ցույց է տալի խորհրդանշումը, որ հայ ժողովուրդը կամք պետք է ունենա, որ վերապրի, վերստեղծի շարժվի դեպի առաջ վերստեղծի իր կորսված հայրենիքի կորսրած սերունդները ու տեսեք շատ վերապրողներ, որոնք գրում էին, իրենք այստեղ որ տեղափոխվում են Հայաստանում, իրանք մեծ ընտանիքներ էին ստեղծում եւ ինչի համար էին մեծ ընտանիքներ ստեղծում, ոչ ասում էին, որ այն կորցրած մեր հարազատների տեղը մենք պետքա մեծ ընտանիքներ ստեղծենք, անուններ էին դնում իրենց կորցրած ընտանիքի անդամների եւ մենք այդ շարունակականությունը պահում ենք։ Այդ շարունակականության, այդ գաղափարների կրողը պետք է լինենք, ապրենք, զարգանանք մեր հայրենիքում, մեր տունը շենացնենք, իմ կարծիքով դա է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, ես զրուցում եի Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանի հետ։